Թեքսասի Դալլաս քաղաքում զինված հարձակում է իրականացվել ICE շենքի վրա։ Րոպեներ անց կիմանաք, թե ով եւ ինչու է կրակ բացել եւ այլ մանրամասների մասին։ ICE կալանավայրում մահացել է 39-ամյա տղամարդ։ Ընտանիքը մեղադրում է անբավարար բուժօգնություն տրամադրելու համար, իսկ իրավապահները պնդում են հակառակը։ Թրամփը սպիտակ տանը հանել է Բայդենի լուսանկարը, նրա փոխարեն տեղադրելով out of hands սարք։ Հաղորդման ընթացքում կպատմեմ, թե ինչ է նշանակում այս քայլը եւ թե ինչու է Թրամփը հենց out of hand տեղադրել։ Դոջի տարեսկզբյան ծավալուն կրճատումները վերջի վերջո հակառակ ազդեցություն են ունեցել, որի պատճառով կառավարությունը կտրուկ քայլեր է ձեռնարկում։ ICE Pokemon ոճի տեսանյութ է հրապարակել միգրանտների ձերբակալության մասին։ Սկանդալային միջադեպը լուրջ քննադատությունների ալիք է բարձրացրել, դեպքի մասին կմանրամասնենք րոպեներ անց։ Եվ վերջում ԱՄՆ-ում քննարկվում է դպրոցների զանգվածային փակման հարցը։ Ինչու է երկիրը կանգնած այս ճգնաժամի առջև։ Կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Այսօր նաև պատմելու եմ Նեբրասկայի մասին։ Ամերիկայի սրտում գտնվող նահանգը հայտնի է իր հսկայական դաշտերով, քամու էներգիայի ներուժով, տարօրինակ օրենքներով ու բիզնեսի լեգենդ Ուորեն Բաֆեթով։ Հաղորդման ամենահետաքրքիր հատվածը նախատեսել ենք ամենավերջում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Ալա Դավթյանն եմ եւ այսօր ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետեւում մեզ։ Հիշեցնեմ, որ վաղվա մեր հաղորդման ընթացքում ներգաղթի վերաբերյալ կարևոր թարմացումները քննարկելու ենք մեր գործընկեր Թեհմինա Ավագյանի հետ։ Այնպես որ բաց չթողնեք մեր վաղվա հաղորդումը։ Իսկ այժմ այսօրվա թեմաների մասին։ Դալասում գտնվող ԱՄՆ միգրացիոն վերահսկողության կենտրոնում կրակոցներ են հնչել, որը վերածվել է ողբերգության։ Վաղ առավոտյան ժամը մոտ 6:40-ի սահմաններում 29-ամյա Ջոշուա Ջահնը կրակ է բացել հարևան շենքի տանիքից, թիրախավորելով ICE շենքը եւ կալանավոր միգրանտներով մեքենան։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 1 միգրանտ, եւս 2-ը ծանր վիրավորվել են, իսկ հարձակվողը դեպքից հետո ինքնասպան է եղել։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են փամփուշտներ անտի-ICE գրություններով, ինչը քննիչները կապում են գաղափարական շարժառիթի հետ։ Ականատեսները պատմում են, որ լսել են շուրջ 2 տասնյակ կրակոց, իրավապահներից ոչ ոք չի վնասվել։ Դաշնային իշխանությունները հաստատել են, որ հարձակումը միտված էր հենց միգրացիոն ծառայությանը որպես քաղաքական բողոք։ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը կոչ է արել դադարեցնել բռնությանը դրդող հռետորաբանությունը, ընդգծելով, որ նման հարձակումները վտանգում են թե պետական ծառայողների, թե կալանավոր միգրանտների կյանքը։ Ներգաղթի վերահսկման վերաբերյալ խնդիրը գնալով էլ ավելի է ծանրանում, հատկապես նման դեպքերից հետո դա առավել ակնհայտ է դառնում։ Ձերբակալությունից մոտ 1 ամիս անց 39 տարեկան տղամարդը մահացել է ICE կալանավայրում։ Մահվան պատճառը դեռ չի հրապարակվել, իսկ ընտանիքը բարձրացնում է լուրջ հարցեր տրամադրված բժշկական խնամքի վերաբերյալ։ Նա նախկինում դատապարտվել էր ալկոհոլի եւ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու համար եւ ձերբակալվել էր անցած ամիս Օրինջ շրջանում մեքենաների լվացման կետի ռեյդի ժամանակ։ ICE տվյալներով նա նախքան մահ տեղափոխվել էր Վիկտորվիլի հիվանդանոց սրտի խնդիրների բուժման համար, սակայն արդյունքում մահացել է։ Ընտանիքը պնդում է, որ մինչև կալանքը նա առողջ էր եւ խնդիրներ չուներ, իսկ մահը կապված է անբավարար օգնության հետ։ Իր հերթին ICE-ը հայտարարել է, որ բոլոր կալանավորներին տրամադրվում են լիարժեք բժշկական, ատամնաբուժական եւ հոգեբանական օգնություն, ինչպես նաև 24-ժամյա շտապօգնություն։ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի վարչակազմի հանցավորության դեմ կոշտ քաղաքականության շնորհիվ նոր խնդիր է առաջացել։ Բերման ենթարկվածների թիվը աճում է, բռնության մակարդակը նվազում է, բայց դատարանները պարզապես չեն հասցնում քննել գործերը, ինչի արդյունքում դատավորների սուր պակաս է զգացվում։ Վաշինգտոնի Գերագույն դատարանում ներկայումս դատավորների 13 տեղ թափուր է, իսկ 2 դատավոր գտնվում է երկարատև արձակուրդում։ Մինչև հունվար սպասվում է եւս 2 պաշտոնաթողություն, ինչը նշանակում է, որ համակարգի գրեթե քառորդը կաշխատի թերի կազմով։ Նմանատիպ վիճակ է վերաքննիչ դատարանում, որտեղ 9 տեղից 2-ը դատարկ են, եւ դրանցից մեկը ազատ է դեռևս 2013 թվականից։ Խնդրի արմատները կապված են նշանակումների համակարգի հետ։ Վաշինգտոնի դատավորներին նշանակում է նախագահը եւ սենատը, սակայն գործընթացը տարիներ շարունակ ձգձգվել է։ Արդյունքում քաղաքականգնած է դատական համակարգի կոլապսի շեմին այն պահին, երբ հանցավորության դեմ պայքարը պահանջում է առավել արագ եւ արդյունավետ արդարադատություն։
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նոր սկանդալային քայլ է արել։ Նա հեռացրել է Ջո Բայդենի լուսանկարը նախագահական փառքի ջեմասրահից, նրա տեղում դրվել է Auto Pen անվանումով հատուկ սարք, որը նախատեսված է ավտոմատ ստորագրությունների համար։ Թրամփը վաղուց էր պնդում, որ Բայդենը նախագահության ամբողջ ընթացքում անձամբ չի ստորագրել որևէ փաստաթուղթ։ Նրա խոսքով Auto Pen-ը կարող էր օգտագործել ցանկացած մարդ, նույնիսկ առանց նախագահի իմացության։ Այս քայլը դիտարկվում է որպես սիմվոլիկ հեգնանք եւ քաղաքական ուղերձ։ Թրամփը փորձում է նորից ընդգծել պնդումները Բայդենի թույլ ղեկավարության մասին, հակառակորդին ներկայացնելով որպես տեխնիկայի միջոցով կառավարող առաջնորդ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանգնել Իլոն Մասկի նախաձեռնած կտրուկ կրճատումներից եւ աշխատանքի վերադարձնել հարյուրավոր դաշնային ծառայողների։ Նրանց ազատումը կապված է կառավարական արդյունավետության վարչության Դոջի ծրագրի հետ, որի նպատակն էր կտրուկ կրճատել պետական ծախսերը։ Ըստ ներքին հուշագրի կառավարական ընդհանուր ծառայությունների վարչությունը նախկին աշխատակիցներին մինչև շաբաթվա վերջ որոշում ընդունելու կամ մերժելու ժամանակ է տվել։ Համաձայնողները աշխատանքի կվերադառնան հոկտեմբերի 6-ին։ Փաստացի վերջին 7 ամիսներին նրանք գտնվել են վճարովի արձակուրդում, իսկ այդ ընթացքում վարչությունը հարկատուների գումարով վճարել է տասնյակ դատարկ շենքերի վարձը։ Ամերիկայում բնակարան վարձակալելու շուկան գնալով ավելի վտանգավոր է դառնում խաբեբաների պատճառով։ Սոցիալական ցանցերում ու կայքերում արագ տարածվում են կեղծ հայտարարություններ, որտեղ մարդիկ ներկայանում են որպես գործակալներ եւ գրավում են իրենց զոհերին էժան գնային առաջարկով։ Խաբեբաները հաճախ պահանջում են կանխավճար կամ անձնական տվյալներ, իսկ հետո պարզապես անհետանում։ Արդյունքում մարդիկ մնում են առանց բնակարանի եւ կորցնում իրենց գումարը։ Մասնագետները զգուշացնում են, երբեք չպետք է փոխանցել գումար առանց պայմանագրի ու մանրակրկիտ ստուգման։ Խորհուրդ է տրվում ստուգել գործակալի լիցենզիան, անձամբ տեսնել բնակարանը եւ միայն դրանից հետո կատարել որևէ վճարում։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ի վերջին տասնամյակների ամենամեծ ավիավթարի գործը հասել է դատարան։ Վաշինգտոնի մերձակայքում հունվարին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված 67 մարդու հարազատները դաշնային դատարանում առաջին հայցն են ներկայացրել American Airlines-ի, PCA Airlines-ի, ԱՄՆ բանակի եւ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության դեմ, մեղադրելով համակարգային խափանումների ու անվտանգության հանդեպ անփույթ վերաբերմունքի մեջ։ Գելափի վերջին հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների գոհունակությունը երկրի իրավիճակից հասել է Թրամփի նախագահության ամենացածր մակարդակին։ Միայն 29%-ն է ասում, որ գոհ է, իսկ հանրապետականների շրջանում դժգոհությունը հատկապես աճել է Չարլի Քրքի սպանությունից հետո։ Միաժամանակ հասարակության մտահոգությունը հանցավորության ու բռնության վերաբերյալ բարձրացել է մինչև 8%, ամենաբարձր ցուցանիշը վերջին 2 տասնամյակում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում չնայած հերքող տեղեկություններին տեղի է ունեցել Մելանիա Թրամփի եւ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայի հանդիպումը։ Կիևի պատվիրակության աղբյուրները հաստատել են, որ հանդիպումը կայացել է, թեև ավելի վաղ New York Post-ը հաղորդել էր, որ Մելանիայի կողմը հրաժարվել էր նման ձևաչափից, նույնիսկ Զելենսկայի փորձերի պարագայում։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր օտարերկրյա ներդրումների կենտրոններից մեկը, չնայած ներքին քաղաքական հակասություններին։ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է ամրապնդել այս դիրքերը, բայց առևտրային քաղաքականության անկանխատեսելի քայլերը եւ միգրացիոն սահմանափակումները կարող են խաթարել դրական միտումները։ Ներդրումների հոսքը հիմնականում գալիս է զարգացած տնտեսություններից՝ Ճապոնիա, Հարավային Կորեա եւ Թայվան։ Այստեղ կառուցվում են միլիարդավոր դոլարների արժեք ունեցող կիսահաղորդիչների եւ բարձր տեխնոլոգիական գործարաններ։ 2015-ից 19 թվականների համեմատ վերջին տարիներին օտարերկրյա ներդրումները ԱՄՆ-ում եւ Կանադայում աճել են 89%-ով, մինչդեռ զարգացող Ասիայում նվազել են 11%-ով։ Միայն ԱՄՆ-ում դրանց ծավալը 2025-ին հասել է 16.9 տրիլիոն դոլարի, 3 անգամ ավելի քան 10 տարի առաջ։ Այս միտումը մասամբ պայմանավորված է Բայդենի արդյունաբերական քաղաքականությամբ, որը խրախուսում էր կիսահաղորդիչների եւ էլեկտրոմոբիլների արտադրությունը։ Թրամփը այժմ փորձում է պարտադրել գործընկերներին միլիարդավոր ֆոնդեր ստեղծել իր վերահսկողությամբ, սակայն նոր վճարները, օրինակ H1B վիզայի համար սահմանված տարեկան $100,000 հավելավճարը կարող է խոչընդոտել բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում, հրապարակելով 1 րոպեանոց տեսանյութ, որտեղ միգրանտների ձերբակալությունը ներկայացված է Պոկեմոն խաղի ձևաչափով։ Կադրերը համադրված էին ճապոնական անիմեի երաժշտության եւ կերպարների հետ, իսկ վերջում ցուցադրվում էին քարտեր ձերբակալվածների նկարներով եւ նրանց ենթադրյալ հանցագործություններով։ Սահմանապահ ծառայությունը նույնիսկ արձագանքել է Պիկաչուի գիֆով, գրելով մեր նորագույն գործակիցը։ Սակայն այս հրապարակումը նույնպես արժանացավ լայն քննադատության։ Քննադատները նաև ընդգծեցին, որ տեսանյութում ցուցադրված դրան պայթեցումը իրականացվել էր մի տան վրա, որտեղ բնակվում էին Ամերիկայի քաղաքացիներ։ Բացի դրանից, բարձրացվեցին նաև հեղինակային իրավունքի խախտման հարցեր։ Նոր տեսանյութը դիտարկվում է որպես Թրամփի վարչակազմի միգրացիոն խստացումների եւ բեմադրված ռեյդերի քարոզչական արշավի մաս։ ԱՄՆ-ի դպրոցական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առջև, երկրի տարբեր շրջաններում քննարկվում է դպրոցների զանգվածային փակումը։ Պատճառներն են ծնելիության անկումը, բյուջետային միջոցների կրճատումը եւ School Choice ծրագրի տարածումը, որոնք ծնողներին հնարավորություն են տալիս ընտրել այլընտրանքային կրթական հաստատություններ ավանդական հանրային դպրոցների փոխարեն։ Ամենասուր իրավիճակը Սենթ Լուիսում է, որտեղ բնակչության թվի նվազման հետևանքով արդեն մի քանի դպրոց փակվել է։ Այժմ քննարկվում է նաև միավագ դպրոցի փակումը, որը գարնանը վնասվել էր տորնադոյից։ Նմանատիպ քննարկումներ ընթանում են Ֆիլադելֆիայում, Բոսթոնում, Հյուսթոնում եւ Նորֆոլքում։ Սենթ Լուիսի հաշվետվությունը ցույց է տալիս, որ գործող դպրոցների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է պահանջարկը։ Սակայն փորձը վկայում է դպրոցների փակումները հաճախ վնասում են սովորողների առաջադիմությանը եւ սոցիալական ինտեգրմանը։ Մի շարք քաղաքներում Սիեթլից մինչև Սան Ֆրանցիսկո արդեն անցկացվել են բողոքի ցույցեր, որոնք ստիպել են իշխանություններին ժամանակավորապես կանգնեցնել այս ծրագրերը։ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ կարող է նախատեսվածից ավելի շուտ մեկնարկել դեպի լուսին թռիչքը։ Գործակալության տեղեկացմամբ Արտեմիս ծրագրի առաջին մարդատար թռիչքը հնարավոր է իրականացվի արդեն փետրվարին։ Արտեմիս երկրորդը նախատեսում է 10-օրյա թռիչք դեպի լուսին առանց վայրեջքի։ Սա կլինի առաջին անգամ 1972-ից հետո, երբ մարդիկ դուրս կգան երկրից ցածր ուղեծրից։ Թռիչքը նախատեսված էր ապրիլին, բայց այժմ քննարկվում է փետրվարին տեղափոխելու տարբերակը։ ՆԱՍԱ-ն ընդգծում է, որ անվտանգության հարցը մնում է առաջնային։ Այս առաքելությունը փորձնական փուլ է Արտեմիս 3-րդի համար, որն արդեն 2027-ին պետք է ապահովի լուսնի վրա վայրեջք SpaceX-ի Starship համակարգով։ Արտեմիս 2-րդը կիրականացնի Space Launch System հրթիռով եւ Orion տիեզերանավով առաջին անգամ մարդկանց տեղափոխելով այս համակցությամբ։ ԱՄՆ-ում սրվում է հակասությունը տեղացի բեռնափոխադրող վարորդների եւ Մեքսիկայից ու Կանադայից եկող գործընկերների միջև։ Օրենքով օտարերկրյա վարորդները կարող են բեռներ տեղափոխել միայն սահմանն անցնելու նպատակով, բայց արգելված է ներսում իրականացնել ներքին փոխադրումներ։ Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետները պնդում են, որ այս կանոնը հաճախ խախտվում է։ Ամերիկյան բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Քրիս Սպիրը հայտարարել է, որ որոշ օտարերկրյա վարորդներ իրականացնում են ներքին փոխադրումներ, վերցնելով պատվերներ ԱՄՆ-ի ներսում։ Նրա խոսքով դա զրկում է տեղացի վարորդներին աշխատանքից եւ խաթարում է շուկայի բնականոն գործունեությունը, արհեստականորեն իջեցնելով գները։ Սա արդար մրցակցության հարց է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ օտարերկրյա փոխադրողները խաթարեն շուկան, որը նախատեսված է ամերիկացի վարորդների համար, ընդգծեց Սպիրը։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը վերջնական հավանություն է տվել քաղաքի կոնվենցիոն կենտրոնի մեծածավալ օնլայնման ծրագրին։ Նրա խոսքով այս նախագիծը ոչ միայն ներդրում է տնտեսության մեջ, այլև կարևոր քայլ է տարածքի վերակենդանացման համար։ Ընդհանուր արժեքը գնահատվում է 262 միլիարդ դոլար, իսկ դրա մի մասը ֆինանսավորելու է շուրջ 990 միլիոն դոլարի պարտատոմսերով, որոնց վճարումները կշարունակվեն մինչև 2058 թվականը։ Նախագիծը նախատեսում է ավելացնել մոտ 190,000 քառակուսի մետր ցուցասրահների տարածք, 40,000 քառակուսի մետր հանդիպումների սրահներ եւ 95,000 քառակուսի մետր բազմաֆունկցիոնալ սենյակներ։ Քաղաքի հաշվարկներով շինարարությունն ու գործարկումը կստեղծեն շուրջ 9,000 արհմիությանական աշխատատեղ, կծնվեն 1600 ուսուցողական ծրագիր, իսկ տեղական բիզնեսի շրջանառությունը կաճի մոտ 1.8 միլիարդ դոլարով, ապահովելով նաեւ 103 միլիոն դոլարի հարկային եկամուտ։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի Սան Ռաֆայել քաղաքում բնակիչները զգուշացնում են ագրեսիվ սկյուռի մասին, որը վերջին շաբաթներին հարձակվել է մի քանի մարդու վրա։ Արդեն 2 կին վնասվածքներ ստանալուց հետո դիմել են շտապօգնության բաժանմունք։
Բնակիչների փոխանցմամբ սկյուրը հանկարծակի հարձակվել է զբոսնող մարդկանց վրա, կծել եւ քերծել։ Մեկը վնասվածքներ է ստացել ոտքին, մյուսը դեմքին ու ձեռքերին։ Քաղաքում փակցվել են թռուցիկներ, որոնք նախազգուշացնում են շատ չար սկյուրի մասին։ Marine Human կազմակերպությունը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կգործակցի նահանգային մարմինների հետ կենդանուն հեռացնելու համար։ Միաժամանակ հիշեցվում է, որ սկյուրները սովորաբար ռափիսի կրող չեն եւ բնակիչներին հորդորում են չկերակրել վայրի կենդանիներին։ ԱՄՆ ավտոտրանսպորտի անվտանգության վարչությունը հայտարարել է Ford ընկերության հերթական զանգվածային հետկանչի մասին, այս անգամ հետականչվում ավելի քան 115,000 բեռնատար։ Խնդիրը վերաբերում է 2020-21 թվականների արտադրության F250, F350 եւ F450 մոդելներին, որոնցում ղեկի վերին առանցքը կարող է կտրուկ առանձնանալ։ Վերահսկիչների խոսքով նման խափանման ժամանակ վարորդը կարող է ամբողջովին կորցնել մեքենայի ղեկի վերահսկողությունը։ Ֆորդը վստահեցրել է, որ վաճառքի կետերում անվճար կստուգեն եւ կվերանորոգեն կամ անհրաժեշտության դեպքում կփոխարինեն խնդրահարույց մասը։ Սեփականատերերին ծանուցագրերը կուղարկեն հոկտեմբերի 6-ին, իսկ վերջնական լուծման վերաբերյալ տեղեկանքները 2025-ի դեկտեմբերին։ Այս քայլը հաջորդում է ընկերության մեկ այլ լայնածավալ հիշեցմանը ավելի վաղ։ Ֆորդը գլոբալ մակարդակով հետ էր կանչել շուրջ 1.9 միլիոն մեքենա։ Հետադարձ տեսախցիկի էկրանների խոտանման պատճառով։ Թրամփը նախատեսում է ստորագրել պայմանագիր, որով TikTok-ի մեծամասնության վերահսկողությունը կփոխանցվի ամերիկացի ներդրողներին։ Այս քայլը նպատակ ունի ապահովել, որ հավելվածը շարունակի հասանելի մնալ ԱՄՆ օգտատերերի համար, բացառելով չինական վերահսկողությունը։ Նախագծվող համաձայնությամբ Oracle ընկերությունը կդառնա ավելվածի տվյալների եւ անվտանգության հիմնական մատակարարը։ TikTok-ի գործառույթները կտեղափոխվեն ԱՄՆ-ում գրանցված համատեղ ձեռնարկության, որտեղ Oracle-ը եւ ներդրումային ընկերություն Silver Lake-ը միասին կստանան 80% բաժնեմաս։ Նոր պայմանագիրը նախատեսվում է նաեւ խիստ վերահսկողություն չինական կողմը չի ունենա հասանելիություն ամերիկացի օգտատերերի տվյալներին, իսկ ByteDance-ը կառավարման խորհրդում կունենա միայն մեկ տեղ եւ պարտավոր կլինի իր ալգորիթմի պատճենը վարձակալությամբ տրամադրել նոր ամերիկյան կառույցին։ Որոշ ժամանակ առաջ ձեզ պատմել էի ոսկերչական խանութի վրա կատարված հարձակման մասին։ 4 դիմակավորված անձինք ներխուժել էին օրը ցերեկով, մուրճերով ջարդել ցուցափեղկերը եւ գողացել տասնյակ հազարավոր դոլարների զարդեր։ Ոստիկանությունը արդեն բացահայտել է այդ գործը եւ ձերբակալել 6 կասկածյալի, ովքեր ըստ քննիչների ներգրաված են նաեւ հարավային Կալիֆոռնիայի այլ նմանատիպ կողոպուտներում։ Հետաքննությունը ցույց է տվել, որ նույն խումբը ամիսների ընթացքում առնվազն 12 անգամ թիրախավորել է խանութներ Լոս Անջելեսում, Օրենջում եւ Ռիվերսայդում։ Նրանցից մեկը կալանքի տակ էր արդեն այլ գործով, մյուսները բռնվել են սեպտեմբերին տարբեր քաղաքներում։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը եւ դիմում է բնակիչներին, խնդրելով ցանկացած տեղեկատվություն հայտնել Palm Desert-ի շերիֆի գրասենյակ։ Նեբրասկան է ԱՄՆ-ի ամենահետաքրքիր ու երբեմն անտեսված նահանգներից։ Այն ոչ միայն երկրի աշխարհագրական սրտում է, այլև իր բազմազանությամբ կարծես ամփոփում է Ամերիկայի կերպարը։ Նեբրասկան միաժամանակ հին պատմության եւ ժամանակակից կյանքի խաչմերուկ է, որտեղ կարելի է բացահայտել Ամերիկան բոլոր իր հակասություններով ու գունավոր կողմերով։ Նեբրասկան գտնվում է Ամերիկայի հենց սրտում, մեծ հարթավայրերի եւ Միսսուրի գետի միջև։ Այն հայտնի է որպես Cornhusker State, եգիպտացորեն բերքահավաքողների նահանգ։ Գյուղատնտեսությունը այստեղ հիմնական շարժիչ ուժն է։ Եգիպտացորենի եւ սոյայի արտադրությամբ Նեբրասկան Ամերիկայի առաջատարներից է, բայց սա միայն ագրարային հող չէ։ Նահանգի ներքում կան նաեւ նավթ, գազ եւ հանքային պաշարներ։ Անապատային հարթությունները հարուստ են քամու էներգետիկ ներուժով։ Այսօր Նեբրասկան աստիճանաբար դառնում է վերականգնվող էներգիայի կարևոր կենտրոն։ Քաղաքական տեսանկյունից նահանգը առանձնանում է մի յուրահատկությամբ։ Նեբրասկայի օրենսդիր մարմինը ԱՄՆ-ում միակն է, որը միապալատ է։ Այստեղ չկա սենատ եւ ներկայացուցիչների պալատ։ Բոլոր օրենսդիրները կոչվում են պարզապես սենատորներ։ Ընտրությունների ժամանակ էլեկտրական քվեարկության ձայները բաշխվում են ոչ թե winner takes all սկզբունքով, այլ ըստ կոնգրեսական շրջանների։ Դա Նեբրասկային դարձնում է այն հազվագյուտ նահանգներից մեկը, որտեղ նախագահական ընտրություններում հնարավոր է տեսնել կիսված արդյունքներ։ Քաղաքականապես նահանգը հիմնականում համարվում է պահպանողական եւ վստահորեն հանրապետական կողմնակից։ Բնությունը այստեղ երկակի է։ Արևելքում կան խոնավ հարթավայրեր եւ գետային անտառներ, իսկ արևմուտքում 4 ստեփաններ եւ կիսաանապատային տարածքներ։ Նեբրասկայում է գտնվում նաեւ Sand Hills-ը, հսկայական ավազային լեռները, որոնք ծածկված են խոտածածկով եւ զբաղեցնում են նահանգի մոտ 1/4 մասը։ Սա ԱՄՆ-ում ամենամեծ խոտածածկ դունային համակարգն է։ Իսկ Արքաֆոլսի եւ Նիոբրարա գետի ջրվեժները մագնիս են բնասերների եւ զբոսաշրջիկների համար։ Այստեղ կարելի է գտնել նաեւ հազվագյուտ վայրի կենդանիներ,
բիզոններ, անտիլոպներ ու արծիվներ։ Նեբրասկայի մշակույթը ամերիկյան պատմության անբաժան մասն է։ Սա այն հողն է, որտեղով անցնում էր հայտնի Oregon Trail-ը դեպի արևմուտք շարժվող փիոներների գլխավոր ճանապարհը։ Նահանգում գործում են մի շարք թանգարաններ, որոնք պատմում են հայրենաբնակ հնդկացիների եւ առաջին վերաբնակիչների կյանքը։ Իսկ Օմահա քաղաքը հայտնի է իր կենդանաբանական այգով, որը համարվում է աշխարհի լավագույններից մեկը։ Տեղացիները սիրում են ընդգծել, որ իրենց նահանգում կան մի քանի հասարակական տարօրինակ օրենքներ։ Օրինակ Նեբրասկայի որոշ քաղաքներում դեռևս գործող կանոններ կան, ըստ որոնց միաժամանակ երկու ջրային սահնակ քաշելն արգելված է։ Իսկ Օմահայում թույլ չի տրվում ծայրահեղ բարկացած վիճակում զուգ ընկերոջը համբուրել։ Թեև այդ օրենքները գործնականում չեն կիրառում, բայց դրանք դարձել են նահանգի յուրահատուկ այցեքարտը։ Տնտեսական առումով Նեբրասկան ոչ միայն գյուղատնտեսական նահանգ է, այլև ֆինանսական եւ տեխնոլոգիական։ Օրինակ Օմահայում ծնվել է բիզնեսի աշխարհահռչակ գործարար Warren Buffett-ը, որի Berkshire Hathaway կորպորացիան այսօր էլ ղեկավարում է այնտեղից։ Սա Նեբրասկային տալիս է յուրահատուկ հեղինակություն համաշխարհային ներդրումային շուկայում։ Եվ վերջապես նեբրասկացիները հպարտանում են իրենց սպորտային ավանդույթներով։ Նահանգի համալսարանի Cornhuskers ֆուտբոլային թիմը ունի երկրպագուների այնպիսի բանակ, որ անգամ Օմահայի եւ Լինքոլնի փողոցները խաղի օրերին գրեթե դատարկվում են։ Նեբրասկայում մարզական կիրքը հաճախ համեմատվում է կրոնական հավատքի հետ։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ հիշեցնել, որ վաղվա մեր հաղորդման ընթացքում զրուցելու ենք ներգաղթի իրավաբանի հետ, ով ներկայացնելու է այս շաբաթվա ներգաղթին վերաբերվող կարևոր թարմացումները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը կեսօրից հետո, ինչպես միշտ 5:30-ին։